Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Երբ ընտանիքում կինը տարական դասարանի ուսուցչուհի է, նրա ամուսնուն շատ դժվար է լինում, որովհետև կինը իր հետ միշտ տողատակերով է խոսում։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում Armenian Evening հաղորդաշարն է։ 5 շաբթի երեկոյան 22:30 իհարկե հավաքվում ենք միասին, որպեսզի եւս մեկ հայկական երեկո անցկացնենք մեր սիրված, ճանաչված մարդկանց հետ եւ ասեմ, որ այսօր նույնպես այդպես է լինելու, որովհետեւ շատ ձեր կողմից սիրված հյուր ենք ունենալու։ Առայժմ փակագծերը չեն բացում, որովհետեւ դուք բոլորը նստած սպասում եք, թե ինչ է լինելու այսօր եւ ով է լինելու այսօրվա հյուրը։ Ոնց որ ասած դուք այդտեղից, մենք այստեղից սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին շնորհակալություն հայտնելով աջակցության համար Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Ձեր շրջապատում կամ դուք, եթե ունեք խնդիր, ունեք վնասակար սովորություններ եւ ցանկանում եք ձերբազատվել, ապա մտածելու կարիք չկա, պետք է պարզապես դիմել 911 Detox Center, մասնագետները կօգնեն, կվերադասնեն լիարժեք կյանքի եւ բոլոր պրոբլեմները կլուծվեն մեկ ընդմիշտ։ Հեռախոսահամարն է 409 9000 911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը պարզապես համալիր չէ, այլ առողջարան է, որովհետև միայն այստեղ կան լողավազաններ տաք հանքային ջրով։ Ոնց որ մեզ մոտ հիշում եք մեր հանքավանը, աղվերանը, այ նույնպես այստեղ, դա այդպես այդտեղ է։ Լողավազաններ տաք հանքային ջրով բնական, եկեք լավ ժամանակ անցկացրեք եւ հարմարավետ համարներ, մի խոսքով այն ամեն ինչ հարկավոր է լիարժեք լավ հանգիստ անցկացնելու համար։ Հեռախոսահամարն է 760 329 60 33։ Շնորհակալություն մեր գործընկերներին, շատ արագ ընթերցեմ այսօրվա ընդգրկված նորությունները եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Բրազիլիայում։ Մի բրազիլացի կեղծել է իր մահը, որպեսզի տեսնի, թե ով է մասնակցելու իր հուղարկավորությանը։ Երբ հուղարկավորությունից հետո ամեն ինչ բացահայտվել է, բոլորը շատ նեղացան եւ ոչ ոք ասեց 40-ի չի գալու։ Իտալիայում ստեղծվել է աշխարհի ամենախորը լողավազանը, որը ունի 40 մետր խորություն։ Իդեպ այս նորությունը լսելուց հետո բրազիլիացին, ում քիչ առաջ մենք նշեցինք, որոշեց իր 40 կանցկացնել հենց 40 մետր լողավազանում։ Այսքանն է մի քիչ տխուր նորությունները, իսկ մենք կմիանանք ընդամենը մի քանի վայրկյանից։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, սիրով ուզում եմ ներկայացնել մեր այսօրվա հյուրին, մեծ պատիվ է ինձ համար, որովհետև մի հրաշալի մարդ է այսօրվա մեր հյուրը, Բարեշնոր Անդրանիկ Սարգսակ Մանուկյանը։ Անդրանիկ ջան, ողջունում եմ։ Հազար բարի։ Շատ ուրախ եմ տեսնել քեզ կրկին մեր եթերում։ 2 տարի անցավ։ Արդեն ոնց մենք ճիշտ ասած հաղորդումից առաջ զրուցում էինք եւ ես անգամ այնքան էի այսպես մոռացել, որ ասում եմ, լսի, մի տարի անցավ։ Մեկ էլ չէ, 2 տարի, այո, տաղավարում այստեղ հանդիպեցինք, մի հրաշալի համերգ էր սպասում եւ եղավ շատ լավ հրաշալի համերգը։ Ես իրոք ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև գիտեմ շատ ծանրաբեռնված քիչ ժամանակով ես եկել հյուրախաղերով եւ ժամանակ գտար իհարկե միասին հանդիպեցինք։ Ես էլ եմ շնորհակալ Արմեն ջան, որ միշտ կարողանում ենք ժամանակ ստեղծել ու այս հետարքիր համ զրույցը, համ արվեստի աշխարհը սփռնենք
առաջին հերթին մեր հայերիս, այո, հետո ամբողջ աշխարհին։ այո, Եվ շնորհակալություն կազմակերպիչներին, առաջին հերթին ասեմ, մեկ էլ մեր ընկեր Փարթամյանին։ Այո, Ստեփան Այդ մարդը չիմանա էլի։ այո, Ստեփան Փարթամյանին իրոք ջան ողջունները եւ շնորհակալություն։ Մենք իհարկե մեր հաղորդումներից մեկում առիթ ունեցանք, խոսեցինք սպասվող համերգի մասին եւ իրոք մարդ ով պահում է հայկականը, փորձում է այստեղ Միացյալ Նահանգներում հայկականը նույնպես պահել եւ շարունակում այդպես։ Շնորհակալություն քեզ Անդրանիկ ջան։ Դե ինչ ա եղել 2 տարվա մեջ, ինչ նորություններ հետաքրքիր դեր ունեցավ։ 2 տարվա մեջ ասեմ Արմեն ջան, հետարքի նախ համերգներ են ունեցել թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Ու հիմա էլ ասեմ, որ նկարահանումներ են ունեցել տարբեր տեսահոլովակներ, մի քանի հոլովակներ եթեր են, ասենց ասած արձակվել տարբեր հեռուստականալներով, իսկ մի 2-3 հատ էլ դեռ բան չի մնացել, որ գնամ Հայաստան արդեն ավարտին կլինի։ Հետո մի հատ էլ սիրուն ֆիլմ ունեմ, որը արդեն քանի տարի աշխատում եմ դրա վրա։ Դա Աստված որ հնարավորություններս ու ժամանակների, որ դա ավարտին բերեմ, որովհետև այդ ֆիլմի հետ կապված իմ ամբողջ միտքը կարողությունը ուրեմն հայ էթնիկ ընտանիքն է մոլորակի վրա Արարիչի կողմից ինչու արարվել եկել էս աշխարհ։ Դա դոկումենտալ թե գեղարվեստական ֆիլմ է լինելու, նկարահանել եմ Արևմտյան Հայաստանից մինչև 44 օրյա պատերազմը ու հետարքիրա ու ասենք հայ էթնիկ ընտանիքը որ կա արարվել Արարչու կողմից, ասեմ մի անգամ եւս ու ինչու են մարդիկ չարությամբ լծված, բռնած մեզանից, ասենք հայ մարդուց, վերջացրած հայ ազգերին, ուզում են այդ էթնիկ ընտանիքը գոյություն չունեն այս մոլորակի վրա, բայց ես իրենց ապացուցել եմ, որ փոխանակ ուրախանակ տխրում եք էլի ասում լավ բան ա, բարիք ա ստեղծվել, ոնց որ բնություն ա բարիք Արարչու կողմից, մենք ընդամենը մշակներս պետք է մշակենք ու սնվենք, խնամենք մեզ Փոխանակ ուրախանակ ինչ որտեղ վատնում եք հիմա նույն այդ ֆիլմն է ու համերգներ տարբեր երկրներում եղել ենք այս առիթ էլ ստեղծվավ էլի ասեմ շնորհակալություն Ստեփանին Փարթամյան որ էլի նույն ձևի կարողացավ են իր խոստացածը որ կատարի ասես կգանք Եվ Անդրանիկ ջան, ես իդեպ հիշում եմ 2 տարի առաջվա համերգը, դա իրոք դե մենք հանդիպեցինք իհարկե հաղորդման շրջանակներում միջև հաղորդում եմ, եւ ես հիշում եմ թե ինչ էր կատարվում ինքս իհարկե ներկա այդ համերգին, ինչ էր կատարվում դահլիճում, երբ պարզապես սիրել հեռուստադիտողներ, դե բազմաթիվ իհարկե համերգներ է։ Ես չեմ նկատել, տեսել ճիշտն ասած, դա հիմա խոսում եմ անկեղծորեն, մի հոգի չկար նստած ուղակի։ Պարում էր ամբողջ դահլիճ, այսինքն մարդ չկար նստած։ Ամբողջ լեփ-լեցուն դահլիճը պարում էր։ Եվ պարում էր ազգագրական, այսինքն ոչ թե ուղղակի հենց այնպես շարժումներ էր անում, այսպես ազգագրական եւ հարի հա, նաեւ ընդամենը ոնց այստեղ նույնպես համերգը արդեն տեղի ունեցավ, նույնպես կարծում եմ։ Հա, Արմեն ջան, ամսի 16-ին այո, եւ նույնպես արդեն եղավ համերգը։ Եղավ էլի շատ հետաքրքիր, շատ կոլորիտային կարողացանք մենք ներկայացնենք ու ժողովրդին ու մասնակիցներին ու հանդիսատեսներին ասեմ շնորհակալություն իրենց գեղեցիկ ջերմ ընդունելությունը, այդ տարբերակին բարելը ու ներկայանալը շատ լավ անցավ Փարքասու եւ ես ուզում եմ անպայման նշենք մեր սիրելի հեռուստադիտողներին է տեղեկացնել, որ այս ամենով իհարկե չի վերջանում, որովհետեւ Ընդամենը մի քանի օրից Կիրակի օրը, հա, ամսի 19-ին, ապրիլի 19-ին Orange փողոցում, Orange California հատվածը փակվելու է, այսպես ասեմ, փակվելու է եւ այնտեղ կայանալու է Glendale Art Show։ Ցուցահանդես է լինելու, ժամը մուտքը ազատ է իդեպ, մուտքը ազատ է, որը այնպեսի լավ է, որ նման միջոցառում եւ մուտքը ազատ։ Դա կարծում եմ կրկնակի լավ է, այնպես որ եթե ուզում եք բարձր արվեստին ծանոթանաք անպայման գնացեք այնտեղ ժամը 4-ին գնացեք եւ իհարկե Գաթա բենդը նույնպես ելույթ է ունենալու ձեզ բոլորի համար այնտեղ Կիրակի օրը ապրիլի 19-ին ժամը 4-ին Orange փողոց Glendale-ում Glendale Art Show եւ նաեւ ապրիլի 22-ին La Brent ռեստորանում նույնպես Գաթա բենդի համերգն է լինելու սիրելի հեռուստադիտողներ, այնպես որ ամրագրեք ձեր տեղերը, գնացեք եւ վայելեք, որովհետեւ իրոք Գաթա բենդը
մեր հանգարժան Անդրանիկը երգերը իրենց ոչ ոքի անտարբեր չի կարող թողնել։ Իդեպ ես հիշում եմ այն մեր հաղորդումները այն հաղորդման ժամանակ պատմեցիր, որ այդ հավաքվում եք, հա, այդ տեղելի կա, որ հավաքվում եք ձեր մոտ, հա, այդ ստեղծում։ Դա իմ կարելի ասել իմ տունն է, իմ մշակութային աշխարհն է, որ ամեն անգամ այդտեղ հավաքվում ենք, մեր փորձերը, մեր գործնական աշխատանքը իմ տան եմ անում, թե Սասուն ազգային երգի բարի խմբի երեի հետ կապված, թե Գաթաբենդի։ Անդրանիկ ջան, իսկ 2 տարվա մեջ փոփոխություն խմբում Գաթաբենդում թե նույն։ Չէ, փոփոխություններ չունենք, փոփոխությունները մեր բանա ծրագրային առումով, որ մենք թե այդպես չի որ տենց ասած նույն մենք մեր ծրագրով շատ այն որ ասում են ստեղծագործող ենք ու պրպտումների մեջ ենք տարբեր ժամանակներում ստեղծագործում ենք նորովի կարելի ասել երգեր, իրացություններ ու ամեն ժամանակ sense ասած հրապարակում ենք էլի այնպես չի որ մնացել ենք 2-3-ի հա դե հասկե ստեղծագործական աշխատանքը մեծ է մեր առիթ կունենանք վայելելու տես ասին նորովի դուք նորովի այ երգեր եք անում նոր իսկ ինձ հետաքրքիր է իսկ հանդիսատեսը հա ինքը տարիների ընթացքում փոխվում է թե չէ օրինակ Ну 2 տարի անցել է լավ համարենք շատ չի որոշակի առումով ժամանակ առնում բայց հանդիսատեսի մոտեցումը ծափարությունները ավելի թե նույն են մնացել թե ավելի սառն են դարել ավելի դարձել ավելի սառը թե ընդհակառակ ավելի ջերմանում են դա փոփոխություն զգում եք լինում է թե չէ անկեղծ ասած փոփոխություն կա դեպի լավը դեպի դրականը որովհետև կամաց ասենք այն ինչ որ իրենցն է նա մերն է ինչ որ մերն է իրենցն է այնպես չի որ մենք այնպես բաներ ենք անում որ գիտեք ուրիշներին կամ բան ուրիշներին էլ կարելի է լսել կամ ընդունել բայց ուրիշը մնում է ուրիշ ասենք իտալացին իտալացի է չգիտեմ գերմանացին գերմանացի բայց մենք հայ ենք որը մերն է ու մեր երակների մեջ խոսում են ինչ հայերեն իսկ մենք աշխատում ենք այդ հայերենը խոսեցնել գույներով, երանգներով, ելևեջներով ու ասում փառք ենք տալիս որ ստացվում է։ Շատ լավ։ Հա, ասենք ստացվում է, որովհետև չի եղել որևիցե տեղ անկեղծ ասեմ որ մենք ելույթ ունենանք ու անտարբերություն լինի ու հատկապես շատ տեղերում որ ելույթ ենք ունենում հավատացած եղեք որ արդեն մեր ծրագրերը այնքան են լսել մեզ հետ համա միասին երգում են այտենց ու չմեն ապարել իսկ ապարերի հետ էլ կապված փառք ասու եթե մարդը սիրում է նախ ասենք ու ձգտում ունի համ սովորում է ապարել համ երգել շատ լավ խնդիր չի դե այնտեղ խնդիրներն էլ կա հիմա դե առանց խնդիր չի կարող չես կարող ասենք ցանկացած մարդու այսպես է ստիպել կամ բան մեկ աչի ասեն ճաշակին ընկեր չկա Հա ճաշակին ընկեր չկա բայց հայերենը մնում է հայերեն էլի Դե հայերենը մնում է բայց տես ես էլ եմ ասում ուզում եմ իմ աչքերի տեսա նո եւս մեկ անգամ կրկնել որովհետեւ լավ ամենայն դեպս եթե ճաշակին ընկեր չկա դե լեփ լեցուն դալիճ ես հիշում եմ 2 տարի առաջ այսինքն մարդիկ եկել էին որպեսզի տեսնեն եթե իրեն չհետաքրքրեր չէին գալի բայց ուրիշ հարց որ դու գաս պարզապես նստես քո աթոռին դիտես համերգը վայելես ուրիշ հարց որ դու լինես անմիջական մասնակիցը այսինքն դա ոնց որ ոչ թե դալիճ էր այլ ընդհանուր sense բեմ էր որտեղ խումբը Գաթաբենդը եւ բոլորը այսպես անմիջական մասնակից էին բրավո եմ ասում Անդրանիկ ջան շատ եմ հարգում շատ սիրում եւ մարդ տեսակը քո եւ առասարակ քո արվեստը որովհետեւ դու յուրահատուկ ասեցիր հայ դու յուրահատուկ հայ իրոք բառի բուն իմաստով մեծատարով Ուրախ եմ, շնորհակալ եմ Արմեն ջան։ Անդրանիկ ջան, եւ խոսեցինք իհարկե այսքան 2 տարվա մեջ որքան նոր երգեր եւ ես կարծում եմ մեր հերոստատիտողները հիմա անհամբեր սպասում ենք լավ, բայց մենք ուզում ենք լսել։ Դե չես որ մի քո նոր կատարումներից քո իդեպ հեղինակային մի երգ հիմա լսենք, հետո կխնդրենք այսպես չարաշահենք իհարկե։ Չէ, սիրով, հետո կլսենք եւս մեկ, բայց հիմա մի երգ, եթե դեմ չես, ինչ երգի մասին է խոսքը, կցանկանամ պատմես, որն ես իհարկե ցանկանում։ Կարող եմ ասենք ես էլի նոր երգերից խուճուճ մուճուճ։
Խոճոճ կապ ունեք։ Իմ հետ չէ, բայց հա։ Ես իդեպ շատ գանգուր այդ մազերը խոճոճ, երբեմն գիտեմ մարդիկ, որ դե ես շատ եմ սիրում, գիտես են շատ են խոճոճ, sense, բայց դե հիմնական իհարկե գեղեցիկ սեռի ասում այդ խոճոճը հայել, հիմա որ խոսքը գնում է գեղեցիկ սեռի մասին ախոսքում գանգուրս են մազեր խոճոճ, եւ շատ մեկ ափսոսում եմ ունեմ ծանոթներ, ովքեր այդ գանգուր մազերը այսպես երկարացնում են եւ չեն թողնում։ Գանգուր մազերը շատ սիրուն է եւ խոճոճ-մոճոճը հենց հիմա հա նվիրում ենք իրենց, հա բոլոր Սիրով։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այս պահին բոլորս միասին եկեք վայելենք հրաշալի րոպեներ, բարեշնորհ Անդրանիկ Սարգսակ Մանուկյանը հեղինակային երգ հատուկ ձեզ համար, մեր բոլորի կողմից կարելի ասել Gata Band, հա կարելի ասել այսպես ներկայացնել, Gata Band-ի կողմից մի երգ հիմա միասին կլսենք, առաջին անգամ է մեր եթերում հնչում այս երգը, այնպես որ կարելի ասել մեզ մոտ պրեմիերա է։ Այո։ Խնդրեմ։ Ես քո գուսան ինչ հարմար եք այս շուշան կյանքս առանց քեզի զուր է միտքս փոքիս անզորեն կյանքս առանց քեզի զուր է միտքս փոքիս անզորեն խուճուճ խացվում աշեն թելիգը մելիգը մազերը բոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը խուճուճ խացվում աշեն թելիգը մելիգը մազերը բոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Ես քեզ նվերը մեր միության կամարնի վեր Խարնենք իրար ժեպիտ ու սեր ապրենք կյանքն իմաստասեր Խարնենք իրար ժեպիտ ու սեր ապրենք կյանքն իմաստասեր Մուջուջ խացվում աշեն թելիգը մելիգը մազերը Ոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Մուջուջ խացվում աշեն թելիգը մելիգը մազերը Ոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Շատ է շուշանախիկ ժամ պատարակ մեթան ճրակ Ժամանակը անգին բան է նպատակը սիրո կրակ Ժամանակը անգին բան է նպատակը սիրո կրակ Ուջուջ խացվում աշեն թելիգը մելիգը մազերը Ոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Ուջուջ խացվում աշեն թելիգը մելիգը մազերը Ոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Մուջուջ խացվում աշեն թելիգը մելիգը մազերը Բոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Մուջուջ խացվում աշեն թելիգը մելիգը մազերը Բոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Մուջուջ խացվում աշեն թելիգը մելիգը մազերը Բոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Մուջուջ խացվում աշեն թելիգը մելիգը մազերը Ոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը
Բրավո, շնորհակալ եմ անչափ։ Ես կարծում եմ մեր բոլոր հեռուստադիտողների կողմից նույնպես մեծ շնորհակալություն Անդրանիկ ջան, հրաշալի րոպեներ, բարձր տրամադրություն, այ խուճուճ-մուճուճ, հա, խուճուճ-մուճուճ, հետո բարերը։ Խուճուճ, խասք ու մաշե, խաս ու մաշե, թելիգ, մելիգ, մազերը, բոյո, բուսո, մեջքը բարակ, թրվրում է մարալը։ Այ ես եմ հասկանալ ո՞նց է ստեղծում այդ բարերը երգը ո՞նց է ինքը ստեղծում, թե դա պարզապես արդեն ժամանակի ընթացքում Այդ գալիս է, կարող է ես մեկ է տեսա ժամը 2-ին գիշերը զարթնեմ ու սկսեմ ստեղծագործել։ Օրինակի համար, չգիտեմ տարբեր ժամանակ ասենք այդ ստեղծագործական աշխարհը լեցում, ասենք մտածում ես, մի անգամ այդ լեցում ու ծնում է։ Սկսում եմ երգել, գրել, Սիրելի հեռուստադիտողներ, հիմա դուք իհարկե լսեցիք բարձր բավականություն ստացանք իհարկե բոլորս տրամադրությունները բարձրացանք, ասում եք, էլի ենք ուզում, մենք մեր հաղորդման ընթացքում էլի կլսենք իհարկե, խնդրենք մեր հանգարժան Անդրանիկին կլսենք երգ, բայց դուք եթե ուզում եք էլի երգերը լսեք Gata Band-ի մասնակցությամբ, եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, ընդամենը մի քանի օրից ապրիլի 19-ին Կիրակի օրը ժամը 4-ին Glendale Orange, Կալիֆոռնիայի հատվածը փակվելու է, որտեղ տեղի ունենալու Glendale Art Show ցուցահանդես է լինելու հրաշալի եւ որտեղ ելույթ է ունենալու Gata Band-ը, այնպես որ եղեք մասնակից անմիջական, գնացեք, վայելեք այդ րոպեները, մուտքը ազատ է։ Եվ եթե չեք կարողանա դե Կիրակի օրը մարդ ես, հիմա կարող է առիթ ունեն, դե հիմա չեն կարում այդ օրը, վայ չեն կարում, ինչ անենք, այդ խնդիրն էլ է լուծված։ Ապրիլի 22-ին Labyrinth ռեստորանում նույնպես Gata Band-ը համերգով ելույթ է ունենալու, այնպես որ զանգարեք, ամրագրեք ձեր տեղերը եւ գնացեք Labyrinth վայելեք։ Դե Ահա, այսքան ունենք հնարավորություն վայելելու։ Անդրանիկ ջան, եւ հիմա դեմ չես մենք անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին։ Սիրո, եկել եմ ինչի համար։ Իհարկե եկել ես միշտ իհարկե քեզ հաճելի է հանդիպել, զրուցել, իհարկե հաղորդման ընթացքում թե հաղորդումից ուրս մենք ես իմ ավակ ընկեր շատ հարգում, շատ սիրում, մենք միշտ շփվում ենք, խոսում ենք, զրուցում ենք լավի մասին, վատի մասին, որովհետև իհարկե դե հա, բնականաբար փորձում ենք դու ամենայն դեպս լավատես ես, ես դա գիտեմ, փորձում ես գտնել եւ միշտ երբեմն զարմանում եմ, թե որքան կարողանում ես այդ երան կարողանում ես լավը պահես։ Ես այդքանը չեմ գործել։ Այն ասում այդքան ներք չունեմ։ Մերոք ասում են, հա, համբերը հոգիս, համբերը։ Իմի համբերին իմ շատ լավ։ Մոստերերի մասու վրա համբերելի դենամիջ կերն։ Շատ լավ։ Դե անցնում ենք սիրելի հեռուստադիտողներ մեր հաղորդման երկրորդ էջին։ Հիմա մի քիչ այլ երգեր կլսենք, կփորձենք միասին գուշակել ճիշտ բառերը։ Ես ուզում եմ պարզապես հիշեցնել, երգի հատված ենք լսելու կարճ, երգը ընդհատվելու է 4 տարբերակ ասելու եմ, մեկը ճիշտ, 3-ը սխալ։ Մենք միասին իրար հետ կփորձենք ճիշտ գուշակել։ Դե կարծում նման պրոֆեսիոնալի համար դա այդքան էլ դժվար չի լինի միանգամից։ 4-ը իրավունք չունեմ ասել։ Չէ, մեկը պետք է ասել։ Կարանք 4 ասենք, բայց ինձ թվում է մեկը ճիշտ է ավելի։ Ճիշտ կասեն, մեր հեռուստադիտողներ կասեն կողմնակալություն անում։ Պատրաստ ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, եւ այսպես շարժվում ենք առաջ, հենց այս պայն Armenian Evening, մեր հաղորդման երկրորդ էջն է, բարեշնոր Անդրանիկ Սարգսակ Մանուկյան, հենց հիմա այս պահին լսում ենք առաջին երգի հատվածը եւ միասին կփորձենք գուշակել ճիշտ տարբերակը։ Խնդրեմ։ Սամուրազների ախին հոգում, չորս կորների սրկանքում, ապրեք ուրախում աղտավում, աշկը դույս դեր սուրխավոր, Սամուրազների ախին հոգում, չորս կորների սրկանքում, ապրեք ուրախում աղտավում, աշկը դույս դեր սուրխավոր, երկու տղա ունեմ ես, երկուսն էլ Իդեպ Անդրանիկ ջան, միջև երգի անցնելը ես ուզում եմ իհարկե քո հրաշալի ընտանիքին ջեն ողջունել հրաշալի բալիկներին, 4 չէ, ճիշտ եմ։ 3 Ես ուզում եմ այո քո հրաշալի ընտանիքին ողջունել, որը հայեցի եւ ջեր ողջունել։ Մի հրաշալի ընտանիք։ Շնորհակալ եմ, եւ Աստված բոլորի ընտանիքներն էլ այդպես։ Այո։ Հա թող ոնց որ դու պահում ես այն ամենայն։ Հա ես իմ տարմեջը Արմեջան ասել եմ, բարբարով եմ խոսում։ Դա իմ ուժն է, իմ կարողությունն է, իմ ոնց որ ասած ներկան եւ բացական, հա իմաստ է, խորհուրդ է։ Մնացած չգիտեմ ոնց է ապրում, կուզենամ որ
իրեն տարբերակի մեջ ապրի, որտեղից որ ինքը սնվում է, հասկանա, որ իր սնունդը որտեղից է գալիս, չանտեսի։ Այո, շատ լավ։ Լավ, հիմա տես, երկու տղա ունեմ ես, երկուսն էլ։ Հիմա տարբերակները։ Երկու տղա ունեմ ես, երկուսն էլ քաջ տղերք։ Երկու տղա ունեմ ես, երկուսն էլ Ռուսաստան։ Երկու տղա ունեմ ես, երկուսն էլ Սարի պես, եւ երկու տղա ունեմ ես, երկուսն էլ բաժանված։ Դե տարբերակ է, բայց դե հիմա է։ Իդեպ շատ են այս բաժանումները էս վերջերս տեղում, մի բաժանվել։ Մի բան է, հա, մեկը պետք է ասեմ, Սարի պես։ Տես, քաջ տղերք, Ռուսաստան, Սարի պես բաժանված։ Մեկը ճիշտ է, երեքը Սարի պես։ Սարի պես։ Ռուսաստանը չէ։ Չէ։ Հիմա առավել եւս հետ են գալիս։ Չէ։ Էլի գնում սեզոնը չի։ Բաժանվածն է, քաջ տղերքն է չէ։ Չէ։ Սարի պես։ Սարի պես։ Երկու տղա ունեմ ես, երկուսն էլ Սարի պես։ Այս տարբերակը ընդրեց Անդրանիկը, ճիշտ է դա թե ոչ եկեք լսենք եւ հա անցնենք երկրորդ երկին, խնդրեմ։ Ապրեք ուրախ ու բախտավոր, աշխատ լուսներ սուրտավոր, երկու տղա ունեմ ես, երկուսն էլ Սարի պես։ Դե ես ասում եմ պրոֆեսիոնալը մի անգամից երևում է, մի անգամից ասում էլ առանց մտածելու։ Չէ, ունե կարելի էր, բայց քաջ տղերքն կարելի էր ընտրել։ Հա, բայց քաջը կարող է ուրանա էլի։ Հա, հասկացա։ Սկզբում քաջ են, հետո դառնում են գերի նյութի։ Բայց բաժանված Սարը չէ։ չի կա, բաժանվեն էլ կարող են ուրանան, բաժանվեն։ Ռուսաստանը դա է Ռուսաստանը դե ընդեղ էլ կարող ես բան սիրուն գեղեցիկ։ Հա, էլի բաժանված։ Պաշտոնությունից ելնելով բաժանվես։ Իսկ Սարը չի բաժանվում։ Հա, Երբևիցե։ տրամաբանորեն Ավետարան էլ ասում, որ տունը սարքի բլրուի վրա, որտեղ հիմք համուր է։ Ահա, տեսակ։ Հետ էլի հադրադանամ դա աստվածայինն է։ Այո։ Իսկ մնացածը մարդկային է։ Մարդկային։ Շատ լավ, 1-0 հաղթում ենք։ 1-0 հաղթում ենք եւ սիրելի հեռուստադիտողներ, եկեք միասին այս բանին լսում ենք երկրորդ երկի հատվածը, խնդրեմ։ Քեզ մոտենում, որ ասեմ խոսքեր սիրո, բայց դու փախչում ես ու փախչում, հեռանում ու հեռանում, ամեն անգամ քեզ տեսնելիս, նայում եմ քեզ հիանում, սիրտս քեզ է կանչում, ու ես դու եմ, կանչում եմ քեզ, հետո, արի ասեմ սիրում եմ քեզ, առաջի տարբերակը։ Կանչում եմ քեզ, չունեմ ես կյանք էլ առանց քեզ, երկրորդ տարբերակը։ Կանչում եմ քեզ, արի տանեմ կողքի պարտես, երրորդ տարբերակը, եւ չորրորդը կանչում եմ քեզ, էլ մամատ չի բաժանի մեզ։ Էլի բաժանվելու բան է, էս են տղերքի բանը։ Չէ, երկրորդը, չունեմ էլ կյանք, չունեմ ես կյանք էլ առանց քեզ։ Հա, չունեմ։ Պարտեզը չէ։ Չէ։ Հա։ Իմաստով եթե կանչում եմ քեզ, արի ասեմ սիրում եմ քեզ։ Արի ասեմ որ կանչում, արի ասեմ, այդտեն ինքս կոպիտ այլ, արի ասեմ, արի մի հատ ասեմ։ Էնի գալիս է հետ ուզում եմ ասել սիրում եմ քեզ մի անգամից։ Իսկ որ կյանք ասում համոզում ավելի շատ էլի։ Ուղղակի ստե գիտես, չունեմ ես կյանք էլ, այդ էլը ոնց որ տենց Այդ մի անգամից ոնց որ մահկանացու լինի։ Պարտեզը չենք ընտրում այս տարբերակը։ Կանչում արի տանեմ կողքի պարտեզ։ Չէ, այդտեղ էլ արդեն Դե սիրուն նստարաններ կա կնստեն ծիլիկ-պլիկ կնային ծիտիկներին, միտիկներին։ Եթե նոր ասկսում, հա կնային ծիտիկներին։ Չէ որ նոր ասկսում չեն Ռոմանո գործ ունեն։ նվիրումն եմ ես տեսնում ստեղ։ Կյանքը։ Դե ամենայն դեպս 1-0 հաղթում ենք, սա եթե անգամ լինի, հələ երրորդ տարբերակ ունենք, որպեսզի հաղթենք, հա։ Այսինքն անգամ ճիշտ սխալ շատ բան չի այսպես որոշվում։ Կանչում եմ քեզ, չունեմ ես կյանք էլ առանց քեզ։ Այս տարբերակը ընտրեց Անդրանիկը, լսենք ճիշտ տարբերակը կամ գուցե սա է ճիշտը եւ անցնենք երրորդ վերջին հատվածին, խնդրեմ։ Որ ասեմ խոսքեր սիրո, բայց դու փախչում ես ու փախչում, հեռանում ու հեռանում, ամեն անգամ քեզ տեսնելիս, նայում եմ քեզ հիանում, սիրտս քեզ է կանչում, ու ես դու եմ, կանչում եմ քեզ, արի ասեմ սիրում եմ քեզ, կանչում եմ քեզ, Բայց
Գասին որ արիասեմ սիրում եմ քեզ։ Արդեն Այն ասում որ էր։ բառ ռուսերեն բառ որ մենք էլ ենք ասում ադալժենի, մենք դա ռուսերեն բառ է, բայց հայերեն ասում ենք։ Չէի պատկերացնում որ պետք է ասի։ Նորմալ է, մեկ։ Բայց արդեն ասում Արիասեմ, Սիրում եմ քեզ, կանչում եմ։ Հա, եթե արիասեմը չլներ, գուցե կարելի էր հայել է, ասինքն կանչում եմ քեզ, սիրտս ձգում է քեզ, սիրում եմ քեզ, ավելի ճիշտ կլիներ երևի։ Հիմա կարող ասես սիրում եմ, բայց իրականից չես սիրում։ Հա։ Բայց որ ասելով չէ տամ։ Կտամ քեզ, միանգամից կողքեոր ես։ Ես համամիտ եմ։ Երրորդ տարբերակ ունեմ, երրորդում պետք է արդեն փորձենք հաղթել։ 1-1 եւ հիմա երրորդ վերջին երգն ենք լսում միասին եւ փորձում ենք արդեն ճիշտ գուշակել եւ փորձենք իհարկե հաղթել կամ պարտվել։ Խնդրեմ։ Տեր եւ հնազանդ այսօր խոսքերով կա սիրումի պատմություն Սերորը ունի ասո օրնություն մաղթում ենք երջանկություն Թող լինի ձեր կյանքում սեր ու հավատ, գեղեցիկ եք այնքան Թող լինի ձեր կյանքում սերն ու հավատ, գեղեցիկ եք այնքան ու շատ հարազատ, առաջի տարբերակը։ Թող լինի ձեր կյանքում սերն ու հավատ, գեղեցիկ եք այնքան պարոն Վարազդատ, չորտած մարդ։ Թող լինի ձեր կյանքում սերն ու հավատ, գեղեցիկ եք այնքան Սյուզի Ազատ, Եվ չորրորդ տարբերակը թող լինի ձեր կյանքում սերն ու հավատ, գեղեցիկ եք այնքան եղեք, այսպեսի բառ կա, կայֆավատ։ Առաջինը։ Ու շատ հարազատ։ Հա, առաջինը ոնց էր ասում։ Չշտապենք։ Հələ մի հատ առաջինը Չշտապենք։ ոնց ասա։ Թող լինի ձեր կյանքում սերն ու հավատ, գեղեցիկ եք այնքան ու շատ հարազատ։ Հա։ Տարբերակ կա, բայց այստեղ կա Վարազդատ, Սյուզի Ազատ կա։ Դե հիմի եթե անվանական են։ Հա, բա կարող անվանական է, որովհետև թող լինի ձեր կյանքում սերն ու հավատ, որովհետև սովորաբար դե շատ անգամ դե գաղտնիք չէ, որ ինչ որ անվանական երգեր են։ Հա, այդ էլ կա։ Չէ՞։ Հիմա դա եմ ուզում ասեմ։ Հա, դե կարող է եւ անվանականը լինի դրա համար եմ ասում։ Այսինքն թող լինի ձեր կյանքում սերն ու հավատ, գեղեցիկ եք այնքան օրինակ, գեղեցիկ եք այնքան եւ Սյուզի Ազատ, հա, երևի Ես չգիտեմ, Չէ, երևի չէ, եթե անհատական ենք վերցնում, ասենք Սյուզի Ազատն է։ Սյուզի դժվար պարոն Վարազդատը, որտեղ պարոն Վարազդատին 1000 տարի պետք չի իր մասին։ Սյուզին բան, ասենք թագավոր թագու խորհուրդն է գալիս։ Իսկ այն մյուս առաջինը որ ասում եմ, շատ հարազատ ընդհանուր։ Բոլորն էլ կարող են այդ բառը օգտագործել։ Այո։ Այստեղ Սյուզի Ազատը։ Սյուզի Ազատը ընտրեց, այո, Անդրանիկ ընտրեց Սյուզի Ազատ, չնայած իրոք ես չգիտեմ տարբերակը որն է ճիշտ, որը սխալ, հավին դեպս ու շատ հարազատ այո, ընդհանուր է, բայց եթե մենք խոսում ենք կոնկրետ, իհարկե Սյուզի Ազատի մասին խոսենք, որովհետև էլ եմ ասում, պարոն Վարազդատը խնդրեց, որ իր անունը չնշել։ Թող լինի ձեր կյանքում սերն ու հավատ, գեղեցիկ եք այնքան Սյուզի Ազատ։ Տարբերակը ճիշտ է թե ոչ հիմա լսենք եւ անցնենք առաջ խնդրեմ։ Ինձ կյանքում սեր ու հավատ, գեղեցիկ եք այնքան Սյուզի Ազատ։ Հա, այնտեղ էլ ասում է գեղեցիկ եք։ Գեղեցիկ եք այնքան, հա։ Շեշտադրում է։ Այո, Սյուզի Ազատ ջեր ողջույնները ձեզ, այո, տեսակ փաստորեն ձեզ նվիրված երգով մենք հաղթեցինք։ Բրավո։ Շնորհակալ։ Շատ լավ։ Անդրանիկ ջան, եւ փաստորեն խոսեցինք համերգի մասին, դե նույնպես ես եւս մեկ անգամ կհիշեցնեմ մի քանի օրից, հա, ինչ տեղի կունենա այստեղ Միացյալ Նահանգներում, կար ժամանակով ես եկել գիտեմ, իսկ ինչ բացի այս ամենից ինչ է սպասում, ինչ նորություններ կան, ուրիշ հետաքրքիր։ Նորություններ, անկեղծ ասած, կա շատ նորություններ, պետք է գնանք այստեղից Նյու Յորք։ Ահա։ Այնտեղ էլ եկեղեցում պետք է ֆիլմը ցույց տրվի մեր արևմտյան Հայաստանի։ Սպասի, այդ ֆիլմը որ դու սկզբից Այո, չէ, դա ուրիշ ֆիլմ։ Դա ուրիշ ֆիլմ։ Դա խնդրում եմ մի պատմես, ահա։ 2009 թվին եմ գնացել արևմտյան Հայաստանում Սասուն ազգային երգի բարի խմբով։ Նկարել եմ 14 ավանդական խաղապար երգեր, որ դա իմ անձնական ֆիլմ է, որը իմ մոտ է, եթե չի հեռարձակվել։ Հա, դա պետք է ցույց տամ։ Ինքը պատկերացեք, ասենք Սասունում Դավթի բերդի վրա ապարել են Գարխուշտամ։ Այնտեղ բանա
Միշո Սուլտան Սուրբ Կարապետի այդ եկեղեցու մոտ բարել ենք փապորի, բանա Միշո Բլանոխի այդ գյուղի գովք երգ կար, հա, այդտեղ շատ հետարքիր մեր տեսարան կար, որ ասենք 7 գյուղ պատկերացեք քանդել են, արհեստական լիճ էին պատրաստում ու կա այդ տեսարանը, որ տները ջրի տակ են անցել, հենց այդտեղ նկարեցինք այդ իրենց բանում Բլանոխի գյուղի գովքներ էլի, ոնց էին ասենք օրինակ համար Սասունցոց ասում են ծուր, չգիտեմ, այն Մշեցոց ասում էին բան Գոմեշ մգիդամ մեղաչը մի քա ամեն մեկին բան կար իրանց այդ այբներ էլի չէ այդ թակավորական գովնեք բարե 14 ավանդական հետարքիր կարելի ասել բան խաղ բարեր ենք նկարել տարբեր տեղերում Այգեստանում եմ նկարել Թամզարա մեծ դժվարություններ ենք ունեցել հատկապես Մուշում որ գնացինք որոշեցի գնամ հայկական գերեզմանատանը իսկ գերեզմանատանը գնացինք տեսանք մնացել են մի քանի հայկական գերեզման տուն տապանակարերն էին 2 հոգի 3 հոգի տեղ գերեզմանը քանդում էին արդեն գնացի անկախ են բանից էլ հարցրեցի ով եք ինչ եք այտենց որ չգիտեմ էլ խոսալ մոտիկացա տեսնեմ արդեն գերեզմանը քանդել են հանգուցալի ոսկորները հանել էին դրանք այտենց մի ձև իրենք էլ սառան գնացին մի կողմ ու ինչ էին անում ոսկ էին ման գալիս էլի շահ էին փնտրում իրանց այս տեսարանը շատ բաներ սուլուխի կամուրջի վրա գնացինք շատ հետարքիր այսինքն դժվարություններ շատ ենք ունեցել ու բաներ էլ կա կարելի ասել բան հրաշքով կարելի ասել ողջ եք մնացել 2009 թվին այդ ֆիլմը պետքա ցույց տանք ու բան մի ժամ տևողությամբ էլ երևի կաթապենտը այդպես ելույթ կունենա այո իհարկե ժողովրդի համար Շատ լավ։ Իսկ հետագայում արդեն շատ ծրագրեր ունենք, որ գնացի ասի, տեսա նորովի երգ կլսի ժողովուրդը, Եզակի ոնց որ տոտիկ երգը լին եւ տեն շատ սիրուն բան ենք որոշել ենք։ Գալուց առաջ ենք ուզում նկարենք, ավարտենք, այնեն չհասրեցինք։ Մի քանի հետարքի նորովի երգեր կլսեն, որ շատ սիրուն ու բան կլինի։ Զուգահեռ էլի ունենք դրսի համերներ Երևի Ավստրալիա, երևի չգիտեմ ուր, երևի չգիտեմ ուր, բայց դե իհարկե մեր շրջագայություն այո շատ փակագծեր չբացել Հայաստանում էլ արդեն դե հայերով ենք ամենտեղ մենք մերոնցով այո շատ լավ դե իհարկե մշտապես նոր իհարկե համերներով սպասում ենք եւ ինչու ոչ եկող տարի 2 տարուց հետո ավանդույթ դարձնել այստեղ հանդիպելու Էդ էլ ասեմ իմ համար անկեղծ ասեմ որակն է կարևոր։ Ես քանակի վրա չեմ աշխատել։ Դե դա քանակ չի, եթե 2 տարի արդեն իսկ քանակ չէ։ Չէ, ուզում եմ ասեմ, ոչ թե համերգային լսարանի կամ եւ այլն, ես ուզում եմ ասենք ոնց ենք իրար հետ երկար տարիների ընկերներ կամ երկար տարիների մարդ, երկար տարիների բաներ կա, որ մտածում ենք ինչի մասին ենք մտածում ենք մեր անուշ հողուջերի, հա, ապրելակերպը ինձ համար որակ է պետք։ Այն արարիչն են, որ արարել է ամբողջ այս ամեն ինչ, հետո մարդուն որպես մշակ, հա, կարգեց, որ մշակի սնվի, իր համար որակ է պետք։ Նույնը ցանկացած ընտանիքում եթե կա որակյալ զավակներ ուրախանում ես ուրախությունը չգիտես ոնց կիսես անսահմանափակ չէ հիմա շատ ժամանակներում այդ մեկ ձևական բաներ կա ասենց ասում են այսքան լծվավ ընդ այնքան քնածներ հա լավ է լծվավ ինչ անձրև էլ որ գալիս է մի անգամից եղեք առնում այդ բան սարերի մեջ հետո նայում ես տակը սա մամուր կեղտ է էլի Ես ուզում եմ ասեմ ավելի լավ է, ես մի հատ անուշ երգեմ ու սենց ասած իմ հանդիսատեսը կամ ասենք մի մարդ լինի ու լսի հասկանա ասիկ մեր դաշտը իրար հետ կարողանա ձուլվի ոնց է մեղեդին ու բարերը պարն ու մեղեդին համահունչ ներդաշնակ այդ կյանքը վայելքը էլի կյանքը վայելքը պետք է վայելես Այդ մարդկությունը սրա վրա պետք է աշխատի։ Համամիտ եմ։ Շատ լավ, անհամիտ։ Որը գին չունի էլի։ Շատ լավ։ Եվ մինչ այո, եւ իհարկե եւս մեր հաղորդման ավարտին մի փոքրիկ խնդրանք, բայց քիչ ուշ։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել սիրելի հեռուստադիտողներ, ընդամենը մի քանի օրից ապրիլի 19-ին
Գլենդելի Orange փողոցը եւ Կալիֆոռնիա փողոցի հատվածը փակվելու է եւ այդտեղ տեղի ունենալու Glendale Art Show ցուցահանդես է լինելու, որտեղ ժամը 4-ին մուտքը ազատ է, որտեղ ելույթ է ունենալու նաև Gata Band-ը, այնպես որ գնացեք եւ վայելեք Կիրակի օրը, եւ ապրիլի 22-ին Labyrinth ռեստորանում նույնպես Gata Band-ը ելույթ է ունենալու է համերգ, նույնպես կարող եք ներկա լինել, մասնակցել, այնպես որ զանգարեք եւ ամրագրեք ձեր տեղերը։ Եւ մեր հաղորդման ավարտին, այո, եւս մի փոքրիկ չէ, մի մեծ երգ կատարմամբ ես կցանկանանք լսել։ Իհարկե դուք արդեն կներկայացնես քիչ ուշ ինչ երգի մասին է խոսքը գնում քո հեղինական երգից, ինչ է լինելու, ես խնդրեմ ընդամենը 1 րոպե ես ներկայացնեմ եւս մեկ անգամ մեր գործընկերներին շնորհակալություն եմ ուզում հայտնել աջակցության համար Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն եւ վերադարձնում է լիարժեք կյանքի, եթե ունեք խնդիր, ապա լուծեք այդ հարցը 911 Detox Center-ը, հեռախոսահամարը 409 9000 Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը առողջարան է հրաշալի վայրում, հրաշալի համարներ, հարմարավետ համարներ, լողավազաններ, տաք հանքային ջրով։ Այն ամեն ինչը հարկավոր է լավ վայելելու, լավ ժամանակը վայելելու համար։ Հեռախոսահամարը 760 329 60 33։ Շնորհակալություն մեր գործընկերներին եւ Անդրանիկ ջան, ինչ մի հրաշալի քո հեղինական երգերից հիմա կլսենք։ Արմեն ջան, ասեմ էլ իմ հեղինական երգերից Նանեն Գաթեն թխեց։ Նանեն Գաթեն թխեց։ Նանեն ասենք մեր տատն է, մեծ, հա։ Գաթեն թխեց, ու ասեմ ես երգի մեջ ես ի նկատի ունեցի ամբողջ էթնիկ ընտանիքի կենցաղը, հա, այդ թոնրատունը շեմք եմ ասում, շեմքը բարավա շատերը չպատը, շեմքը հենց շեմն է, որ մտնում ես տուն, բայց սրա մեջ կա առաջ ժամանակ, ասենք թոնիրը, որ շեմքում են աթարով, հա, շեմք էին ասում, շեմքում ես, հետո վառում էին, որպեսզի ասենք դե շիկանա, ջերմանա, որ լավ աշտվեին, հետո գաթա, հետո ասենք բոքոն, շեմ, հետո կա բան, այդտեղ օգտագործում եմ շատ թիթրեն, երևի մարդիկ չեն էլ պատկերացնում թիթրենը ինչ է, աշունը որ գալիս, անասուներին տանում էին դաշտ, անասուները այնտեղ որ կեղտոտում էին, իրենց կեղտը ընկնում էր բանին, գետնին, հետո չորանում էր, սա թիթրեն էինք ասում, ու ժամանակին, որ ասենք թոնիրը մի քիչ սառում էր, թիթրենը հիմիկվային արկատը կա է, բանի խաղողի արկատները կամ ավելի այդ բաներ շատ արագ վառում է, բոց է տալիս, մի անգամ շիկանում է ու կարելի ասել նորից սկսում էին ասենք լավաշ թխելը։ Թիթրեն եմ ասենք այնտեղ օգտագործում, շեմքն եմ օգտագործում, ծուխը երթքից որ դուրս է գալիս շատ, ասենք հետո ժամանակին հարցները որ սովորը չէին, ասենք մեր տատերը շատ առավոտ 4-ից 5-ից արդյուն էին պետք է այդ ամբողջ տնտեսությունը իրանք կարողանային sense տնտեսային տավարին, ոչխարին ամեն մեկին հասնեն, հետո որ խմոր էին հունձում, պետք է լավաշ թխեին կամ այդ իրանց հացեփեին, հարցներ են լինում, որ տես մի քիչ ալարկոտ, մի քիչ բան, հետո խմորը թթվում էր, այդտեղ հիմա բառացես ամեն ինչը կա, երկի մեջ, մի հարսը ուշացած է, եկե խմորը թթվել է, որ պետք է հասնեն, բերեն, եփեն ու այն մի հարսը ուշացել է ու ընդեղից գալիս է տատը, որ պետք է արդեն տենում են տատին ու սարում են, ոնց անեն, որ տատը չնկատելի։ Շատ մեծ, ասենք, իմաստ կա, բոլոր երգերը, որ ես ստեղծագործում եմ կամ գրում եմ, ամեն մեկը յուրովից հենց ասած աշխարհը ու իմաստը պատմական հայ մարդու եւ ընդհանրապես առօրյա մարդու կենցաղի կամ անցուդարձի է, չգիտեմ, թե տարբեր ոճերի մեջ հայրենասիրականը, օրորոցային, չգիտեմ, կենցաղային, այդ ամեն ինչը ապրում եմ ու ոնց որ ասած մի անգամ եւս հիշեցնում եմ, որ կրակը ստեղից էր գալիս, ծուխը ստեղից էր գալիս, ճիշտ է, շատ ենք զարգացել, բայց այնքան զարգացանք կներես դուրս էլի փողոցները։ Շատ լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտորներ Նանեն Գաթեն թխեց։ Սիրելի հեռուստադիտորներ, հատուկ ձեզ համար այս պահին Gata Band
Բարեշնոր Անդրանիկ Սարգսակ Մանուկյան, Գաթաբեն ձեզ համար հատուկ այս պայն գաթան, նանեն գաթեն թխեց։ Վայելենք այս հրաշալի րոպեները։ Տոնիրը ելավարի ծուխը կապի գյուղովարի նանեն գատեն թխի դուրու երտիկ շուտ մը բացի ծուխը կաշեց ենպես տարա նանեն գատեն թխի մեր տոնիրը ելավարի ծուխը կապի գյուղովարի նանեն գատեն թխի դուրու երտիկ շուտ մը բացի ծուխը կաշեց ենպես տարա նանեն գատեն թխի Nanes kender gishare heter tudiri gvare loshu bokov kaloch kata tudiri kata gthekhet Nanes kender gishare heter tudiri gvare loshu bokov kaloch kata tudiri kata gthekhet Ատար շագեմ տանեմ թոնիր շեմքեմ բոցը մանեմ Նանեն գատեն թխի Նանեն անուշ խաղմը կանչի գատեն նախի թոնիր կախի Նանեն գատեն թխի Տիպրեն ատար շագեմ տանեմ թոնիր շեմքեմ բոցը մանեմ Նանեն գատեն թխի Նանեն անուշ խաղմը կանչի գատեն նախի թոնիր կախի Նանեն գատեն թխի Nanes kender gishare hetless tudiri gvare loshu bokov kaloch kata tudiri kata gthekhet Nanes kender gishare hetless tudiri gvare loshu bokov kaloch kata tudiri kata gthekhet Ասներ գրվածինա դերած խմոր թտվել է թապե Նանեն գատեն թխի Թիման լուսու խարված իրատ կունդ կպերին կրնակենի Նանեն գատեն թխեց Ասներ գրվածինա դերած խմոր թտվել է թապե Նանեն գատեն թխի Թիման լուսու խարված իրատ կունդ կպերին կրնակենի Նանեն գատեն թխեց Nanes kender gishare hetless tudiri gvare loshu bokov kaloch katan tudiri katan gthekhet Nanes kender gishare hetless tudiri gvare loshu bokov kaloch katan tudiri katan gthekhet Nanes kender gishare hetless tudiri gvare loshu bokov kaloch kata tudiri kata gthekhet Անդրանիկ ջան, շնորհակալ եմ անչափ հրաշալի երեկոյի համար, այս երգերի մի խոսքով մի հրաշալի երեկոյի համար, որը պարգևեցին մեզ, մեր հեռուստադիտողներին, շնորհակալություն անչափ, նորանոր իհարկե համերգներ, նորանոր պրեմիերաներ եւ մշտապես իհարկե քեզ սպասում ենք թե մեր տաղավարում եւ մշտապես առասարակ միշտ հաճելի է քեզ հետ հանդիպել, զրուցել եւ ընկերություն անել։ Ես եմ շնորհակալ Արմեն ջան, մեր ընկերությունն որ ասում է ժողովրդական լեզվով հաստատվում է, ոնց որ հաստատվել է, ինչքան էլ գամ ստեղ կարողանամ իմ փոքրիկ, չգիտեմ, մտածելակերպով, աշխարհով, ստեղծագործությամբ
ասեմ, էսե շնորհակալություն տեսություն։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, դե արդեն կհանդիպենք հաջորդ 5 շաբթի երեկոյան իհարկե 22:30 AMJ հեռուստաընկերության եթերում առողջ եղեք մինչ նոր հանդիպում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան։ Հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։